Ամեն մեկը եթե իր արժանապատվությունն ու իր ընտանիքի արժանապատվությունը պահի ամեն մեկը, եւ այդ գումարով կլինի պետության արժանապատվություն պահել։ Ես ասում եմ, որ ինքը թշնամուն բերել մցրել է մեր պետության ննջարան։ Հասկանում ես։ Թշնամին գիտի, որ մտավ ննջարան ինչով պիտի զբաղվի։ Առավելևս արդեն ինքը պարտադրում է, ասում են նաև ձեր ընտանիքների ննջարան պետք է մտնի։ Կոպիտ եմ ասում, բայց ասում եմ, որ բոլորը հասկանան, որ ժողովուրդ այս մարդը կամ քաղաքացուն եմ ավելի ճիշտ դիմում, այս մարդը սրբություն չունի, թշնամին եկել վայելում է մեր պետության ննջարանը եւ գիտի ոնց պետք է վայելի եւ ասում է չէ, հետքի չէ, պետք է ձեր առանցին ձեր բոլորի ննջարան պետք է մտնի։ Այս գիտակցումով պետք է հայ մարդը գնա ընտրության։ Բայց եթե այս վերջերս մի քիչ ավելի փիլիսոփայորեն եմ նայում, բայց եթե պետք է ժողովուրդը այս ամեն ինչը չընկալի, ինչ է կատարվում։ Ուրեմն մենք արժանի ենք, մեր հավաքական կերպարը արժանի է, որ ունենանք այսպիսի հրեշ, ուրեմն ղեկավար։ Այդպես եմ մտածում։